մինչ այն պահը, երբ որ մաման եկավ ու սկսվեց այդ ամենը։ Չասենք, ինչը պետք չեմ հեր օրերում, սա ես գնում, նա է վերջանում, նա ես գնում, հիշում ես, որ սա է պետք, ներեցեք, բայց ես սա չեմ ուտի։ Սիրելիներ, բարի լույս, ինչպես եք։ Ուսամ ձեզ մոտ ամեն բան լավ է, մեզ մոտ այսօր օրը շաբաթ է ու գնում եմ առաջինը գնումների, որովհետև գրեթե վերջացել է սննդամթերքներից որոշ բաներ։ Վերադառնամ ու գնամ նոր բնակարան, որպեսզի իրեն տեղափոխելն է։ Սա միշտ սա եմ օգտագործում ատամների ողողման հեղուկը, հականտիսեպտիկ ու շատ լավն է։ Սա վերցրեցինք։ Հիմա այստեղ ցուցակով փորձեմ եւ նկարել եւ ցուցակով շարժվել սիրելիներ։ Խոնավանդարոցիկ վերցնեմ։ Գնացինք։ Այդ փիսիկի համար կեր եմ վերցնում։ Այսպես խոհանոցային բարագանենք։ Սա այստեղ դնենք չխանգարի, սա այստեղ դնենք։ Հեղուկ եմ վերցնում, այս հեղուկը շատ լավն է։ Սա այս տարբերակը, սրա ու նրա տարբերությունը սա հոտով է, իսկ նա սովորական։ Նա սա կարող եք մուլտիուս, այսինքն և կահույքը մաքրել և ապակիները։ Բայց սա նույնպես տարբերություն չկա։ Լվացքի հեղուկ վերցրեցի։ Համ գնացինք արդեն տնտեսական բաժինը վերջացրեցինք։ Գնանք մյուս բաժին։ Այստեղ ճիշտ է, ոչ այնքան նախընտրելի է, բայց թողնում եմ, որ շաբաթ կիրակի երեխաները վայել են։ Չիփս եմ վերցրել այս տեսակը, որտեղ իրենք սա են սիրում։ Ես սա եմ սիրում։ Քիչ էր մնում մոռանալ Էրիկիս ծողիկները վերցնենք։ 1 ու 2 տուփ հաջորդը։ Մեր տանը ֆանտան օգտագործում է Արտորը, իրեն ֆանտա վերցնենք։ Եթե անկեղծ չեմ հասկանում։ Նարանխա, լիմոն, նարանխա։ Մեզ մոտ տեսեք արժեքը չգիտեմ Հայաստանում, բայց մեզ մոտ 2 լիտրը արժե 1.85։ Ես ոչ չեմ խմում սիրելիներ, դա ինչ պետք է լինի, որ օգտագործեմ, երևի ամբողջ իմ կյանքում կես լիտր այս հյութը օգտագործած չկա։ Այստեղից նեստի վերցնենք, մի հատ սա վերցնենք, 1 եվրո արժե, մի հատ էլ եկեք այսպես մանգո վերցնենք։ Ասել այսպես ու գնացինք։ Հիմա գնանք տեսնենք այս մյուս հատվածից ինչ ենք վերցնելու։ Ճիշտն ասած, այ դժվար ընտրությունը դա թխվածքաբլիթներն է, որտեղ սովորաբար ես չգիտեմ շատ բաներ իրենք չեն սիրում, հիմնականում ինչպես բոլոր երեխաները սիրում են, որ շոկոլադը պատ է լինում։ Խուսափում եմ, որ մեկ չլինի պալմայի յուղ, որովհետև դա շատ վտանգավոր է, բազմիցս ասել եմ։ Ու միակ տարբերակը, որ գնում եմ, այ սա է։ Սա մեկ էլ սա։ Բայց ճիշտ է, մեկ իրենք այլ բաներ են ուզում, օրինակ սա կգնեմ կրեմային ինչ-որ քաղցր, սա մեկ էլ կվերցնեմ։ Այսպես մեզ ինձ և մամային մեր մշտական յոգուրտներն են վերցրել, որը որ մենք շատ ենք սիրում։ Կարակ 2 տուփ։ Մամային այս ելակի յոգուրտից վերցնեմ։ Հիմա գանք այս բաժին արդեն։ Այստեղից վերցնենք ապխտած, տեսնենք որից վերցնենք։ Ես այս ամենը սիրում եմ գնել Կարեֆորից, որովհետև այս տեսակ, երբ որ այսպես վակուումի մեջ փակված է, տուփի մշտական մոցարելա պանիրը վերցնեմ, որովհետև պիցա, առավոտյան նախաճաշի մեջ եմ դնում, հասկանամ այդտեղից։ Ճիշտն ասած, մամային որոշել եմ այսպես պանրայինը այծի պանիր դնել, այծի կամ ոչխարի, բայց չգիտեմ սա լավն է թե ոչ։
Կամ երևի այս տեսակը կգնեմ։ Արտուրը զանգեց, միտքս կտրվեց, ասում է ուր ես, ասում գնացել եմ գնումների մերկադոնա։ Մե վերջացնես արի էստեղ, ասացի լավ, տանը գործ է անում, ասաց վերջացրու արի էստեղ, ասացի եղավ։ Մեկ տու պեդան վերցնեմ, էլ գոուդա վերցնեմ։ Այս էստեղ։ Հիմա ուզում եմ հասկանալ մամայինը, որը վերցնեմ, այսպեսի համադրություն կա։ Այդ գառնուկ ոչխարչասենք և կովի 6.12 գնալով այնքան եմ բարձանում, սա ամենաթանկը 4 քանիս էր սիրելիներս, սա չգիտեմ, այստեղ, այսպես այծինը, բայց մի քիչ ավելի պինքն եմ ուզում եմ, այսպես այծի է, սեմի, դեսա փորձի, Սա յուղ է տեղից դուրս բերված է, իրան էլ սա կարելի է կարծում եմ, սա վերցնեմ, այսպես, այստեղից բազմաթի բրինձը վերցնեմ սիրելիներս, այսպես, փորձում եմ դասավորելով դնել, որտեղ մեծ սայլակը չի կարող վերցնել, այստեղից, այս տեսակը վերցնենք, մեկ տուփ լազանյա վերցնեմ, հա, երևի վաղը լազանյա կպատրաստեմ, վաղուց է ինչ չեմ արել, բայց եթե ժամանակ մնաց, 1.35 արժե տուփը մեզ մոտ սա, հիմա գնանք հավի փապ կամիս վերցնենք և հավ, մաման ասաց դեղին գույնը կվերցնես, որպես տնական հավ, այնպես որ դեղին գույն են գնելու, հիմա սա է որտեղ դինեմ, մեկ վերկան, այս ամենքը դրենք վերևում, որպեսզի չփշրվի, որտեղ այստեղ տեղ կա, այս էսպես, և հավի փապ կամիս, ուй, աստղաբաշխական կերպով գներն աճում են, 8.53, Այստեղ 3 հատը 6.57, ավելավը մեծ չափը վեկալ է։ Քանի այս բաժնում եմ մեծ հավտիկները վերցնեմ սիրելիներս։ Ուй, այս ինչպես է եղել, որ հավտիկները էժանացել են, թե ինձ է թվում։ 5.75 սիրելիներս, ովքեր որ ապրում են Իսպանիայում, Հապա մի ասեք տեսնեմ, ինձ թվում է, թե մի փոքր էժանացրել են հավկիտները։ Այստեղից մրգերից մաման ասաց, եթե ինչ-որ հարմար բան կգտնես, վերցրու, մանդարին գնեմ։ $3.61 արժե, կիլոգրամը մեզ մոտ արժե 5.50 խաղողի պատկերացնում, ենք այն օր ընկերուհուս եմ ասում, երեխաները պետք է ուտեն, մեծերը նայեն, արդեն այդ տարբերակն է, տանձ վերցնեմ, տանձը 2.40 է, բայց եկեք տանձը այսպես տոպրակով վերցնեմ ավելի լավ է, խնձորը 2.10 արժե կիլոգրամը, 3.19 սիրելիներս, հիմա սոխը վերցնեմ այստեղից և թարմ վարին, սոխ, Սխտոր էլ պետք է, հիշելով սխտոր էլ չկա, սխտոր, մի հատ տեսնենք մեկ լինում է, որ սխտորը 1.85 է, աղջիկն ես այստեղ բանան եմ վերցրել, վարունգ, թարմ կանանչ պղպեղ,
Դեռ նորություն չկա եւ մեկ հատ երիկին կարմիր պղպեղն եմ վերցրել ու հիմա գնամ մնացած բաժինը։ Այ, մանգոն մոռացա, ավելացավ կանաչ լոբին եւ կանաչ գարոխը, ոլորը, ճիշտ ասենք, հա։ Այստեղից երեխաներին մաման ինչ էր ասել, որ վերցնեմ, երեխաներին սա են վերցնում, բավականին բաղադրություն, այսինքն լավն են սիրելիներ։ Աղցան եմ տեսել, սովորաբար այս ձկան փայտիկները չեմ օգտագործում, կրաբովի պալոչկաները, բայց աղցանի մեջ ուզում եմ պատրաստել։ Մաման այս տեսակ ձուկն է սառեցված սիրում, ասում է լավն է, պատրաստում է ուղղակի ալյուրով ու համեմունքներով եւ ձիթայուղի մեջ տապակում է, իսկապես շատ համեղ է լինում, այնպես որ երեխաներն էլ են ուտում։ Ամենալավ տոմատը որ կա, մերկադոնայինն է, ասել եմ ու կասեմ, բայց հիմա մտածեմ սա ուր դնեմ։ Սիրելիներս, եթե շատ էլ ցանկանամ, այսպիսի գնումով չեմ կարող գնալ տուն։ Սպասեմ լավ է Արտուրը, քանզի այստեղ ասացի Արտուր խնդրում եմ արի, որտեվ հնարավոր չէ տարբերակով։ Հիմա սպասեմ, որ գա։ 1.5 ժամ է խանութում, որ արդեն այսպես մի տեսակ ձեռքերս դողում են կամ սուրճի ինչպես կանգնեց։ Աղջիկներս ինձ մի հատ սուրճ պատրաստեմ, մամայինը կաթով եմ պատրաստել, գնանք 1-2 րոպե նստենք, եթե դա նստել կարելի ասել։ Ես գամ աղցանը պատրաստեմ ու երեխաներին ցերեկվա հասկանամ ինչ եմ պատրաստելու ու պետք է գնամ տունը, որ մնացած իրեր ինչքանով հնարավոր է տեղափոխեմ։ Արտուրն ասում է լոգարանի հետ կապված խնդիրներ է առաջացել, դուռը փոխելուց հասկացել է, որ դա ինչպես են սալիկները, հա, շարժվում են, ձեռք է տվել, այսպես ասում է թափվել է ուղիղ հատակին։ Հիմա հասկանանք դա ինչ պետք է լինի, դա բնականաբար այդքան տարի ոչ ոք այդտեղ չի ապրել ու հենց տաք ու սառը օդից տունը ոչ օդափոխվել է, ոչ մի բան, երևի թե արտակնապես թվում է թե ամեն բան լավ է, բայց փաստորեն չի, անակնկալները դուրս են գալիս, դեռ ժամանակ կա։ Եթե այսպես մտածենք 1-2-3 օր էլ դա պետք է անենք, մի քիչ Արտուրին դժվար կլինի, բայց ինչ արած սիրելիներս։ Աղջիկներս, քանի որ մեր տան շեֆը մամային այդպես եմ ասում, հրամայել է ասում մի հատ իմ թորնիկի համար ճաշը մի հատ ցույց տուր, ինչ համով առողջ ճաշ եմ պատրաստել։ Ասում է ինձ բան մի ասա։ Ինչի՞։ Մի խոսքով այսպես, սա էլ Երիկի ճաշն է, որ մեծ սիրով մամա կարամ ես էլ ուտեմ, հա ջան, եկա, կիտի ջան, եկա, այստեղ քինոա է, կարտոֆիլ, գազար, թարմ կանանչի սամիթ է դրել ու գիտեք, չէ, Երիկը միայն տատիկի եփած ճաշերն է ուտում, աղջիկներս, էլ իմ ճաշերը եփած չի ուտում, այնպեսի տպավորություն է, կարծես երբեք էլ ես իրեն համար ոչինչ չեմ պատրաստել, ու անկեղծ եմ ասում։ Թողնում ես։ Փաստորեն թողնում ես, մա։ Ուրեմն կարամ ուտեմ։ Գթի, ուր է մնացածը։ Ան։ Una tren, no? Tren? Sí, aquí, հաջան, հա, ոնց որ թազա է, դե սրանք նոր են, չէ բերում, մամա, աշունը չի, աշունան բոքն է, էլի էտի, ավելի միսակ ջրալի է, դե գթի, մնացածն ուր է, ան, աման, տես ինչ լավ գթար, Երիկ, ան, պապին բա ուր ես տնելու, երկուսն է, Ապրի Երիկը, muy bien, գթի, ման արի, արի ես քեզ օգնեմ, պապին, այդ չի լինի դնել, Կրիստինա ջան, դու գթի, դու լավ ես գտնում, էր, ես ակի, no, hijo, no, no, թող մի արակի, թող ինքը դնի, հա բալ, ապրի Երիկոն, muy bien, իրա հեռախոսի էկրանին, հեսա այդ տատիկը վերս, տատիկը գթա, դերիր,
Ապրի տատիկը։ Ջան, ուրախացար։ Նոյ, ապրես, հիմա էսի հանես, այստեղ ծիթայողը դրել եմ տաքանը ու հարագարակ ցերեկվա երեխաների մեզ լոբով ապուր ունենք պատրաստած, դա բնականաբար իրենք չեն ուտելու, Արտուրը կասի ես երեկոյան եմ կերել այսօր էլ չեմ ուզում, այնպես որ դա ես ու մաման, այստեղ այսպես ոչ շատ բարակ, ոչ շատ այսպես հաստատ, կտրատել ուղղակի ավելացրել եմ սև պղպեղ ու կարմիր պղպեղ աղ խառնենք որպեսզի համեմունքները հավասար բաշխվեն ու միայն երկու կողմից դնելու եմ ալյուրի մեջ ոչ հավկիթ, ոչ մի բան ու ոչ շատ առատ լինի ձիթայուղը ոչ էլ քիչ ձիթայուղի մեջ տապակելու ենք 4 բոլորը որպեսզի կարմիր գեղեցիկ երան կապի պատրաստ է լինելու Եթե ցանկանում եք ավելի բարակ, կարող եք այդ լանգետի համար նախատեսված մուրճով դակել եւ ավելի բարակ կստացվի։ Ես սիրում եմ, որ մի փոքր փամփլիկ է լինում, երեխաներն էլ են այդպես սիրում։ Ես, եթե նկատեք, ավելի շատ երկար եմ կտրատել սիրելիներս։ Ահա, վերջ։ Դեռ չեմ գնացել այնտեղ, Արտուրն էլ հիմա տանը չէ, գնացել է իր մյուս գործերով ասաց որ գամ կզանգահարեմ միգուցե այսօր գնենք IKEA ասացի չէ շաբաթ օրը պետք է 3 երեկոյան Amazon-ով պատվիրել եմ մեր մահճակալը եւ մնացած պարագաները եւ ճաշասենյակի կահույքը այստեղ էլ IKEA-ից էլ երեխաների համար մահճակալը գնենք պահարան ի վերջո երևի մեծը գնենք եւ ջեսկիից էլ կգնենք մամայի համար նախատեսված պահարանը եւ մի 2-3 դետալ կա մեծ պահարանի համար նախատեսված, որ մոռացել էին գնել, դա պետք է գնենք։ Ես հիմնականը քիչ տեղավորվում եմ, ասում տեղափոխում եմ, որ հետո այսպես բում կտրուկ չգնանք ու երեխաների հետ փաստի առջև չկանգնենք։ Կարևորը կոտրվող սպասքը, բաժակը, ափսեներ, հա, դե բնականաբար 2-3 օր արձակուրդ կվեր, հանգիստ մնացած բաներ, անեմ թե չէ, եթե սենյակ դասավորեմ, կարծում եմ, որ արձակուրդի կարիք էլ չկա, բայց փոքր ես էլ կհանգստանամ, ինչքան էլ չլինի, և չարչարվում ես և հոգնելու ես։ Եթե դու միայնակ, դա ուրիշ բան, բայց երեխաների հետ տեսեք, այսպես առօրյա գործ, դասեր, վաղը հայկական դպրոց է, կիրակի է, բայց գնալու են դպրոց, դրա համար սիրելիներս, ուզում հասկանամ, մի փոքր երևի տաքանա նոր դնեմ։ Դրա համար դժվար է երեխաների հետ, դասեր, դպրոցի հետ տեղափոխություն, այն էլ մի հոգու չէ, հա, 6 հոգու համար նախատեսված պարագաներ են, տունը 10 տարի այսպես հավաքել, կուտակել ենք, անպետք բաները դուրս կնետեմ, որոշել եմ այն ամեն ինչը, որ չեմ օգտագործում, դուրս եմ նետելու։ Եթե այսքան ժամանակ մոռացել ենք տվյալ իրի մասին, ուրեմն այդտեղ էլ ու հետո էլ պետք չի գալու, ինչ կարծիքի եք։ Շատ են սիրում, դուք էլ փորձեք սիրելիներս։ Եվ աղցանը Անկեղծ ասած, աղցանը շատ հայտնի մի էջից եմ տեսել ու որոշեցի պատրաստել, եթե ես շատ անկեղծ լինեմ, կրաբովի պալաչկաներ, այնքան էլ չեմ սիրում, մաման էլ չի սիրում, Արտուրն էլ չի սիրում, բայց կպատրաստեմ, ինձ թվում է, որ համեղ կստացվի, նորություն է մեզ համար, միգուցե ովքեր որ սիրում են պատրաստում են, իրենց համար նորություն չէ, բայց ինձ համար հա Սիրելիներս, տեսեք ինչքան լավ ստացվեց, կարմրաթուր, խրխրթան, KFC-ի իսկապես KFC-մսերն է, իսկապես ոչնչով չի տարբերվում, բայց առանց հավկիթ, ուղղակի արագ այսպես կտրատում, համեմում և ալյուրի մեջ թաթախում ու տապակում ենք սիրելիներս, սա այսպես, այստեղ էլ հավի թևիկներն եմ համեմում, ինչ թողել եմ տունը, որովհետև երեկվա վիդեոյում տեսակ չէ, որ արդեն հիմնական բաները տարել եմ այնտեղ, դրել եմ կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, չորացրած ծիտրոն, չորացրած ռեհան, հիմա ձիթայուղը կավելացնեմ, մտածում եմ թթվասեր ու կթողնեմ սա
համենվի, սա արդեն վաղն ենք պատրաստելու և մտածում եմ և այստեղ երեխաների համար կարտոֆիլ կտապակեմ, Արտուրն էլ որ է կգա, սա կլինի մեր ցերեկվա ուտեստը, իսկ սա արդեն վաղը։ Ուրեմն լրացուցիչ բաղադրիչ դրեցի թթվասեր, ձիթայուղ և 1 ճաշի գթալ կիտրոն, կիտրոնի թարմ հյութ, հիմա այս ամենը խառնեմ, այսպես խառնեմ, որպեսզի էսթետիկ լինի և տեղափոխեմ սննդային թաղանթով ծածկենք, որ համերը հանկարծ չխառնվեն սառնարանի ուտեստների հետ ու 1 ամբողջ օր մի լավ կհամեմվի, արդեն վաղը երևի թե հնդկաձավարի հետ ռուսական խանութ է պետք գնալ։ Ասա ինչը պետք չէ մեր օրերում, սա ես գնում նա է վերջանում, նա ես գնում հիշում ես, որ սա է պետք։ Ուֆ, այստեղ էլ կարտոֆիլը կտապակեմ, նույն ձիթայուղի մեջ դրել եմ ուղղակի կարակ, այդպես ավելի համեղ է ստացվում։ Կարակն էլ հալ չի, ավելացնեմ կարտոֆիլը, երբ Արտուրն էլ արդեն եկել է։ Տեսնեմ երեխաների հետ դասուն եմ անելու, տեսնեմ կհասցնենք գնանք IKEA կամ եթե Արտուրը հոգնած չեղավ կգնանք այսօր թե ոչ, որտեղ դեռ ես պետք է տունն էլ գնամ, կան իրեր, որ պետք է տանեմ այնտեղ, չգիտեմ, շաբաթ է տունն են, բնականաբար փոքր ավելի ընկած երեխաներով, կարտոֆիլը հիմա ինձ այսպես ավելի է դուր գալիս, այն օրը տեսա մաման գաթայի համար նախատեսված դանակով էր կտրատում, ասացի սպասի ես էլ այսպես անեմ, մի փոքր ինչպես նկատում եք ավելի հաստ է ստացվում, այնքան լավ կարմրում է, հատ-հատ է ստացվում ու չի ինչպես լղպորվում, պյուրեի վերածվում, ահա Սիրելիներս, այստեղ էլ աղցանի բաղադրիչներն է, դրել եմ ուրեմն թարմ 2 հատ վարունգ, 1 հակիտ կրաբովի պալաչկաներ, հայրեն անվանում եմ, մոռացել եմ, ինչպես կլինի աստված, հիշեմ կասեմ լավ, եգիպտացորեն, թարմ սամիտ, մայոնեզ և ավելացնելու ենք թարմ 1000, արդեն կտրատել նախորոք պատրաստել եմ, հիմա այս ամենը կխառնենք մի հատ ու կավելացնենք նաև 1000-ը, այսպես, հիմա 1000-ն էլ ավելացնեմ, կարծում եմ, որ համեղ, ես կսիրեմ, բայց փոքր Այստեղ հարցը մաման ու Արտուրն են, որ կարող է Արտուրը տեսնի մեջը խեցգետնի ձողիկներ կա ու ասի ոչ, ներեցեք, բայց ես սա չեմ ուտի։ Հիմա սա էլ խառնեմ, շտատիվս չգիտեմ ուր է ու չեմ ուզում գնալ, գնամ, մի բան մոռացած ետ կգամ, այսպես, գնանք մամայի հետ փորձենք, կգնանք կփորձենք, տեսնենք ինչպես է ստացվել, ձեզ էլ համի մասին կպատմենք, եթե ովքեր որ սիրում են այս բաղադրիչները, դուք էլ կարող եք պատրաստել սիրելիներս, ահա, համեմել եմ աղով և սև պղպեղով միայն, վերջ, ասել այսպես, Այստեղ էլ կարտոֆիլներն են ինձ մոտ պատրաստ, հիմա գնանք ճաշենք, Արտուրը եկավ կերավ գնաց, երեխաները կերան, մնացել ենք ես ու մաման։ Աղջիկներս մենք արդեն այստեղ ենք, այս հատվածում դրել եմ բաժակները, ուղղակի այն հատվածը, որը որ խոհանոցն ենք դատարկում, այստեղ դեղերն եմ դրել, վերևի հատվածում ավելի ուշ օգտագործվողները, սա դեռ թող մնա այստեղ, որտեղ վիտամիններ չգիտեմ որտեղ դնեմ։ Այստեղ արդեն լվացարանի ներքևի հատվածում դրել եմ մաքրող հեղուկները, որոնք որ դուրս են բերելու ու օգտագործելու ենք, այստեղ սպասք լվանալու համար նախատեսված կապսուլաներն են, դա սա դեռ չենք որոշել որ կդնենք, Հաջան, ինչ ես ուզում, չէ, բայց շատ բան չունեմ ցույց տալը, ինչ ես ուզում անել, ան ցույց տու
Պտտ։ No. Այնտեղ խոհանոցը քիչ-քիչ դատարկվում է։ Para que tú te veas. Արտուրես դերին խուտը պահելու է, չէ։ Ma, estoy grabando, ¿vale? Հետո վրան հավաքես։ Բա այն վերևը, որ ազատ է մնում, այն վերևը պիտի փակվի։ Որտեվ մեբելը ստեղ է դրվելու, մեկն էլ սենց մի հատ սենց է Արտուր, քառակուսի պատի վրա։ Տելևիզորն էլ սենց մեջտեղով։ Դու ասում ես մեր ճաշասենյակից փոքր է, ոնց է։ Սիրելիներս վլոգն էի մոնտաժում, հետո չցանկացա այսպես առանց հրաժեշտալու գնալ քնել։ Ես նստած վլոգն եմ մոնտաժում, մաման մի պահ վեր կացավ, հետո գնաց նորից, որպեսզի շարունակի քնել, եկել Էրիկը ձայն է տալիս, մամային ասում, ախ քեզով էր ասում վեր կենայ, որ Էրիկն էլ արթնանար ու հիմա սպասեմ, տեսնեմ քնում է թե ոչ, նոր ես էլ գնամ քնելու։ Խեղճ մաման ընկել է գերի։ Բարի բուն իմաստով ընկել է գերի։ Ուրեմն, գիտեք, բնակարանը 3 սենյականոց է։ Մի սենյակը ես կասեմ, որ միշտ ինչ մաման եկել է այստեղ ազատ է մնում։ Նախկինում ամեն մեկն ուներ իր սենյակը, դե Էրիկ այն ժամանակ նորածին երեխա էր քնում էր մեզ հետ, բայց իրան կողնում։ Ինչ մաման եկավ, չեկավ, որ մեղն ու կարակ է քսված տատիկի վրա, դե այդպես է, չէ, տատիկները միշտ այլ են։ Ուրիշ համոհատ ունեն։ Հիմա խեղճ մաման վերջում այսպես մի լավ բողոքեց, որպեսզի գոնե մահճակալ, դե ըստ նորմատիվների մենք մահճակալը իր համար գնել ենք մի անձի համար։ Դե հետո այդ սենյակն էլ փոքր էր, կարծում ենք դե հա պահարան, մի անձի համար նախատեսված մահճակալ, իրեն բավական է խեղճ մամա։ Վարկում էր թե չէ, Վիկտորյան այնտեղից էր գալի, Կրիստինան մյուս տեղից էր գալի, Էրիկը այն մյուս, այսինքն ստացվում էր 3 երեխա քնում էին տատիկի հետ մի հոգանոց մահճակալի վրա։ Մինչև այն պահը, երբ մաման ասաց չէ, եթե տարբերակ չկա, գոնե մահճակալի չափերը մեծացրեք։ Հիմա էլ մեծացրեցինք, էլ ընկել է կրակը։ Բայց դե մտածում եմ, որ հիմա կտեղափոխվենք, այնտեղ սենյակը կահավորեմ արդեն իրենց ցանկացած ձևով ու համենայն դեպս կսկսենք քնել։ Հետո ոչ ոքի անկեղծ լինեմ, ես իմ անունից խոսեմ ու շատ էլի մարդկանցից եմ լսել, որ այդ ինչպես են ասում, 2 հարկանի կարավատները շատ երեխաներ չեն սիրում։ Եթե անկեղծ լինեմ, լինում են ժամանակ, երբ որ ես էլ եմ փորձում այդտեղ քնել, հիվանդ են կամ պարկում եմ իրենց հետ, որպեսզի քնեն, մենք այդ նկատում, որ ես էլ այդտեղ քնել եմ, մի տեսակ օդը կարծես կանգնած լինի, ամռանն ավելի շոգ է լինում, իսկ վերևի հարկը մոտ է առաստաղին, էլ ավելի, կարծես օդը կանգնած լինի, երևի թե այդ տեսակ մահճակալները նախատեսված են ավելի մեծ տարածքի համար, հա, իսկ այս սենյակները շատ փոքր են, բնականաբար երևի դա էլ է նպաստում, չգիտեմ, համենայն դեպս չեն քնում։ Դե բնականաբար այս մահճակալը մեզ հետ չեն կարող տանել, մտածում եմ կան կայքեր, որ կարող ես երկրորդ որպես քնված վաճառել։ Դե բավականին մատչելի գնով, բայց եթե մտածում ուղղակի պետք է դեն նետեմ, դնեմ աղբամանի մոտ, որ ինչ-որ մեկը կգա կվերցնի կամ չի վերցնի, վերցնելուց կարող է փչացնեն և այլն, ավելի լավ է, որ վաճառեմ։ Ինչքան կառաջարկեն, այստեղ այնպես է, որ կդնես 100 եվրոյի մեկ էլ կասեն կարող եք 50 եվրոյից էլ որ ասում ես հա, նորից ասում են կարող եք մի քիչ էլ իջացնել ու դու այդ բանին ուզում ես ասես ավելի լավ է նվիրեմ, քան թե էլ իջնեմ, էլ ուր իջնեմ։ Կարավատը IKEA-ից էին գնել, բայց մի սխալ իրականացրեցի, ներկեցի մոխրագույն։
Այն ժամանակ միայն Քրիստինան ու Վիկտորիան էին։ Հետ այդ մոխրագույնի վրա Արտուրն ասաց պետք է մի հատ էսպես հին ներկը դուրս բերել, հետո նորը դնել։ Իսկ ես չլսեցի, սպիտակ ներկեցի հենց այդ մոխրագույնի վրա։ Ու այն հատվածները, որ երեխաների հետ շփվում, այսինքն պարկում են, դուրս են գալիս, այդ հատվածները թափվել է սպիտակ ներկու, այնպիսի տպավորություն է, որ կարծես կեղտոտ լինի, իսկ ներքևի հատվածում հենց այդ սեռի գույն է, իսկ ինքը իրականում փայտ էր, սովորական փայտի գույն էր։ Իքեայից էին գնել, երբ որ Վիկտորիաս 3 տարեկան էր լինում, Քրիստինայով հղի էի, ուր որը պետք է ծննդաբերեի, մտածում էի երեխային առանձնացնեին, գնացինք այն մտքով, որ հետո Քրիստինան էլ կքնի ներքևի հարկում, Վիկտորիան վերևի, այդպես էլ եղավ, մինչ այն պահը, երբ որ մաման եկավ ու սկսվեց այդ ամեն ինչը։ Ու դրա համար պետք է առանձին մահճակալներ գնենք։ Վիկտորիան ասում է, ես միևնույնը տատիկի կողքն եմ քնելու, այս պարագայում Էրիկն ու Քրիստինան երևի թե կքնեն այդ սենյակում, հետո արդեն ապագան պարզ կլինի։ Դեռ պլաններում այդ տարբերակն է, որտեղ ոչ մի կերպ չես կարող այնպես անել, որ Վիկտորիան գա տատիկից առանձին քնի։ Այդպես։ Սա էլ այսօր այսպիսի օր էր, սիրելիներս, մի քիչ հոգնած, մի քիչ նեղված, մի քիչ մտքերով, բայց ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք, ամեն բան լավ կլինի, մի փոքր նեղվեցի տեսնելով Հոլովակը, որ մահացել է սիրելի դերասանուհի Զարա Արամյանը, ցավակցում եմ իր բոլոր երկրպագուներին, թող հոգին լինի երկնքում խաղաղության մեջ։ Հոլովակը տեսա, որտեղ ասում էր կարոտով եմ մնում դեպի իմ ապագան, որովհետև վախենում չտեսնել թորներիս, իրենց չգրկել ու իսկապես երևի խեղճ եմ, այսպես հոգու խորքում հասկանում էր, որ միգուցե եւ չտեսնի, դրա համար եմ ասում, ամեն մեկս պետք է մեր օրը, մեր ժամանակը վայելենք, սիրելիներս, հավատացեք, կյանքն այնքան կարճացել է, իր դժվարությունների հետ մեկտեղ պետք է վայելենք, որովհետև վաղը ոչ ոքս չգիտենք մեզ հետ ինչ կարող է լինել։ Դրա համար ոչ թե ապրեք ապագայով, այլ ապրեք ներկայով, որտեղ միայն ներկան է, այս պահն է մերը, ապագան մերը չէ։ Ոչ անցյալն է մերը, ոչ էլ ապագան է, սիրելիներս։ Ու արդեն որ երրորդ անգամ ճիշտ ասեմ, հասկանում եմ, որ այո, իրավացի եմ, որ եկել եմ այդ համոզմունքին, որ միայն ներկան, այս պահն է մերը։ Դրա համար, եթե անկեղծ լինեմ, ոչինչից չեմ վախում, միայն առողջություն եմ ցանկանում։ Մնացած ամեն բան մի փոքր շատ, մի փոքր քիչ կլինի, սիրելիներս։ Եկեք այսքանով ձեզ հրաժեշտ տամ, բարի գիշեր ցանկանամ եւ կհանդիպենք հաջորդ վլոգում։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, չմոռանամ ասել, շնորհակալ եմ այսօրվա ջերմ բարեմաղթանքների, շնորհավորանքների համար։ Փոքրիկ քայլերով տեղափոխվում ենք, այն խոշոր կոտրվող իրերն եմ տեղափոխում, որ հետո ինձ ավելի հեշտ լինի։ Այնտեղ, երբ որ պահարանները պատրաստ կլինի, արդեն հագուստներն այնքան դժվար չէ, ճիշտ է ծավալուն է, բայց շատ դժվար չէ, դժվար է այդտեղ սպասք, խոհանոցային պարագաներ, այդ ամենն ավելի շատ հավաքելն է, դա էլ քիչ-քիչ ձեռքի հետ հավաքում տանում է։ Երբ որ վերջնական ննջասենյակի պահարանները իմ մահճակալը պատրաստ կլինի, մահճակալն եմ պատվիրել, ճաշասենյակի կահույքը, դա երբ որ կգա, արդեն մնացած այդ ամեն ինչ կանենք։ Դե ինչ, մնացեք խաղաղությամբ, սիրով, սիրելիներ, շնորհակալ եմ ամենի համար եւ կհանդիպենք հաջորդ վլոգում, բարի գիշեր։